Հարգելի գործընկերներ, ազնիվ խոսք ելույթս հանելու էի, ազնիվ խոսք չէի խոսելու, բայց այդ բազմաչափ կոմբայնը էլի մեզ հանգիստ չի տալիս։ Պարոն Այվազյան, հաջան։ Շարունակեք, տրակտոր չեն տվել։ Պարոն Այվազյան, որ ասում եք դուք թույլ չտվեցիք կոմբայնը աշխատի։ Պարոն Վարդևանյանը համաշխարհային մեծության աստղ է, փաստաբան է։ Ասեք, թող ձեզ բացատրի։ Թող ձեզ բացատրի, մի րոպե, որ երբ բարեգործության արգելքը ուժի մեջ է մտնում, ոչ կոմբայնը կարա աշխատի, ոչ տրակտորը, ոչ էլ ոչ մի բան, որը քաղաքական ուժի կողմից հատվել։ Պարոն Վարդևանյան, բացատրեք, դուք ազատության փաստաբան եք, մի քիչ էլ մանր-մունր հարցերով զբաղվեք, էլի։ Կոմբայնի փաստաբան դառեք, մի երկու օրով, խնդրում եմ։ Ես հասկանում եմ, պարոն Այվազյան, ձեզ բոլորիդ հասկանում եմ։ Նախընտրական շրջանը, հիմա պետքա մարդկանց մոտ ցույց տաք, որ դուք ուզում եք համայնքի համար շատ բան անել, դուք ուզում եք այդ կոմբայնը բերեք, ձրի չէիք անելու եւ այլ, հասկանում եմ, սիրելի Գյուլաքարակ համայնքի բնակիչներ, այս մարդիկ քարոզարշավ են անում, կոմբայնը քարոզարշավի համար էր, համապետական ընտրությունների հաջորդ օրը, եթե այդ կոմբայնը բազմաչափ բերեին նվիրեին համայնքին, այդ կաշխատեր, բայց հիմա նենց եք դերկայացնում, որ այդ ամբողջ Գյուլաքարակ համայնքում մի հատ կոմբայն չկար։ Գոնե ին մոտ մի ասեք այտենց բան էլի, ասեք նենց մարդկանց մոտ, որ չգիտեն այդ համայնքում ինչա կատարվում, լավ էլի։ Սիրելի բարեկամներ, կարող է կարկուտի տակ անգե դրա համար եք նեղվել, ջարդվել է։ Մի բան արեք, մի անընդհատ մանիպուլացեք, օրենքներին ծանոթացեք, չի աշխատելու այդ կոմբայնը կամ է տվեք համայնքին։ Չի աշխատելու, բարեգործության արգելքը կանցնի, կաշխատի, այդ վաղ կոմբայնը պետք չի։ Հայկ Գոնջարյան